Մեր միջազգային գործընկերները պարտավոր են առաջնորդվել հենց այն բառապաշարով, որը տեղ ունի միջազգային փաստաթղթերում, հակառակը կարող է խանգարել խաղաղության գործընթացին։ Ազգային ժողովի պատգամավոր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսպես է արձագանքում նույն ԵԽԽՎ-ում բրիտանացի պահպանողական պատգամավորի բառապաշարին, որն օգտագործում էր Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Գրիգորյանը հիշեցնում է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը եւ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պարունակում են հստակ սկզբունքներ։ Խաղաղության պայմանագրի տեքստը իր մեջ պարունակում է կարևորագույն դրույթներ, որոնք հենց կազմում են խաղաղության պայմանագիրը։ Դրանք սկզբունքներն են, որոնց հիման վրա երկրները համաձայնում են խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Այսինքն տեքստը ունի բովանդակություն։ Դրանք դիցոք Ալմա-Աթայի հիման վրա երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է, դիցոք սահմանների անխախտելիությունը։ Երբ խոսում ենք տարածաշրջանային ապա շրջափակման մասին կապուղիների, խոսքը վերաբերում է երկու երկրների իրավազորության մասին, այն ճանապարհների, այն ենթակառուցվածքների մասին, որոնցով անցնելու են ճանապարհները։ Ու երբ Թրամփի ուղու մասին խոսելիս ասվում է Զանգեզուրի միջանցք, դա ըստ պատգամավորի շեղում է ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց կողմերը հեշտությամբ չեն հասել։ Գրիգորյանը շեշտում է Եվրոպայի խորհուրդը եւ խորհրդարանական վեհաժողովը վերջին տարիներին բազմաթիվ բանաձևեր են ընդունել, հայտարարություններով հանդես եկել, աջակցելով խաղաղության գործընթացին, եւ այդ աջակցությունը պետք է շարունակել մասնավորապես լեգիտիմ խոսույթ օգտագործելով։ Մշտապես կիրառել այնպիսի խոսույթ, որը կլինի հավասարաչափ ուղղված երկու կողմերին եւ որևէ կերպ անհավասարաչափ չի թիրախավորի որևէ կողմին։ Բարձրաձայնել իրականությունը, բարձրաձայնել խնդիրները, որոնք առկա են եղել։ Սա այնա, ինչը որ մեր միջազգային գործընկերները արել են տարիների ընթացքում եւ այժմ էլ բազմաթիվ հարցեր են հնչում խաղաղության այս պահի արկա կարգավիճակի մասին, երբ մենք խոսում ենք խաղաղության հաստատման մասին, շատ դրական են արձագանքում մեր գործընկերները, նշելով, որ այո, դեռ մնացյալ հարցեր կան, բայց իրենք միանշանակ գործընթացը տեսնում են դրական լույսի տակ։ Գրիգորյանն ընդգծում է, այս նստաշրջանի ժամանակ էլ բազմաթիվ են եղել խաղաղության գործընթացն աջակցող ելույթներն ու պաշտոնական խոսքը։ Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 3-ին։ Քննարկվող թեմաներից են նաև հիբրիդային պատերազմներն ու տարբեր երկրների միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, հատկապես ընտրական գործընթացներին։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակը շեշտում է, մեր երկիրն էլ անմասն չէ այդ վտանգներից։ Այո, վտանգները առկա են եւ հաճախ, երբ դրանց չի տրվում կոշտ արձագանք, այսինքն չեն սահմանափակվում կամ ազատություններ, կամ չեն արգելափակվում եթերներ, դա կարող է հանրության որոշ հատվածի մոտ ընկալում ստեղծել, որ սա պետության կողմից, կառավարության կողմից թուլության նշան է։ Այդուհանդերձ կառավարության որդեգրած մոտեցումը նա համարում է ճիշտ, այն է որևէ կերպ չվնասել ժողովրդավարությանը, անգամ եթե դա որևէ պահի, որևէ դրվագով կարող է կամ թվարթուլության նշան, կամ որևէ առումով այդ պահին վնասել, անգամ ժողովրդավարությանը շատ ավելի մեծ վնաս կլինի ժողովրդավարությանը, եթե սահմանափակվեն ազատություններ։ Հավելումը եթերներ չեն արգելափակվելու, մեդիա գործակալություններ չեն փակվելու։ Բացառությամբ են դեպքերի, երբ դրանք հակասում են բնականաբար օրենսդրության, հենց ցանկացած առանձին դրվագի դեպքում, բայց մոտեցումը հետևյալն է՝ որևէ կերպ չհակասել ժողովրդավարությանը։ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի լավագույն միջոցը հանրության մեդիա գրագիտության աստիճանի բարձրացումն է, ասում է Հռիփսիմե Գրիգորյանը, որ հանրությունը կարողանա տարանջատել սուտ ու մանիպուլյատիվ տեղեկությունը։ Այս գործում ակնկալում է Եվրոպայի խորհրդի աջակցությունը, շեշտադրում է նաև մեդիա դաշտի պրոֆեսիոնալիզմի ու բարևարկության խնդիրները, որոնք կարիք ունեն ինքնակարգավորման։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։